Թանկագիններս ողջույն, բարի լույս։ Ներողություն եմ խնդրում այսպիսի գզգզված տեսքի համար, պարզապես առավոտյան ժամը 8-ն է, ես նոր եմ արթնացել։ Ձեզ ցույց եմ տալիս տատիկի պղպեղները, որոնք տատիկն է ցանել, տեսեք թե ոնց են աճել։ Իհարկե իրենք դեռ պետք է մեծանան, կարմրեն, տեսակը կարմիր էր, հենց կարմիր պղպեղի մեջից տատին վերցրել է սերմերը ու արդեն տենց ցանել է, մշակել է ու ցանել է։ Ու նայեք թե որքան ծաղիկներ կան, որոնք հետագայում պետք է վերածվեն պղպեղների։ Ես անամբեր սպասում եմ, թե երբեմ իրենց ուտելու, ասացի սա պետքա ձեզ անպայման մի հատ ցույց տամ, որ հողամաս էլ չունենք, բայց այս ծաղկաման մեջ տատիկը աճացրել է։ Էս էլ տատիկի ծաղիկներն են, վարդերն են մեր։ Սա իմ մաման էր այստեղ տնկել, սիրուն ծաղկել է, բայց արդեն թափվել է իր ծաղիկը, այս մեկը դեռ ծաղիկ չի տվել, մաման ասում է դա նշանակում է, որ ուրեմն վարդագույն չի, ինչ-որ մուգ գույն է, որ տենց բարդ է աճում։ Մի խոսքով։ Բայց հերոսները այսօրվա պղպեղներն էին։ Երևանում սկսվել են անմարդկային շոկերը, ահավոր է, ուղղակի ահավոր։ Փորձում եմ սուրճով ինձ արթնացնել։ Այստեղ երկու միրգ էի, այս մեկը այս մի միրգից կերել եմ, գրանադելո, այդպես է կոչվում այս միրգը, հայերեն չգիտեմ։ Իսկ այս մեկը առաջին անգամ ուտում եւ անունը չեմ հիշում, կոչվում է պեպինո։ Հիմա մի հատ լվանամ։ Նա հասկանանք, թե ինչ է սա։ Ոյ։ Ոնց հասկացա։ Գթալ է պետք գալու։ Ուջուրիկ եմիշա, անկեղծ։ Եմիշի չքաղցր տեսակն է, այսպես ասեմ։ Քաղցր սիրող մարդիկ դժգոհ կմնան հաստատ։ Այս համար մոռացա գտալ բերեմ, էսի շատ համով է, շատ, բաբլի համուն է։ Մի փոքր կմարզեմ կգամ ու նոր պայուսակ ունեմ։ Այդ նոր պայուսակը համ միասին կբացենք կնայենք, համ էլ հետը մի հատ սիրուն ինչ-որ լուք հավաքենք ու որ այս անգամ էլ Վահանին տանեմ պարապմունքի։ Կես ժամ քշել եմ, այդ նայենք ժամին, 2 րոպեից կդառնա կես ժամ ու այս պահին ջրի մեջ ճպճպում եմ։ Այգու մի փոքր կքշեմ, որտեվ այգին ավելի շատ հանգստացում է, մինչ այս ես միայն վերելք եմ բարձացել, ասես բարձունք եմ հաղթահարել ու ահավոր տանջվել եմ։ Այգին հնարավորություն կտա հանգստանալու ու մի կես ժամ էլ հետ կգնամ էլի, ստացվում է 1 ժամ։
գործաձևը պետքա լինի այսպիսին, որ համ մարզվես, համ վայելես։ Մի խոսքով թանկագիններս, ես իմ վայելքները կատարելուց հետո հիմա կվերադառնամ մի հատ խանութից մի երկու բան էլ կգնեմ ու նոր կգնամ տուն։ Տեսնենք, թե սեղջեցանից ոնց է տանելու սա։ Թեի բացում սպասում է, որպեսզի միասին անենք դա։ Տադամ։ Տեսնեմ կարող եմ գույնը սիրուն ֆիքսել։ Կանաչի եւ շագանակագույնի խառնուրդ է։ Հիմա այս պահին շագանակագույնը ավելի երևում, քանի որ վարագույրի հետ է ձուլվել, բայց նպաստավոր պայմաններում ավելի խակի կանաչ տեսք ունի։ Երկար կախիչն է։ Այսպես սիրուն, երկար, այս մասը այսենց, որ հագնիմ, ստենք էլ ինչ կա, ներսում իր կախազարդն է, ահա, այսպես, խոչիշ, օպա, հիմա սրա հետ շատ սիրուն լուկ կհավաքենք։ Այսպիսի կանաչ սա վերնաշապիկ է, իր շորտիկով, կիսատաբատով, այսենց, այսպես պատկերացնեք, չէ, իրենք իրար հետ կբռնեն, ուրեմն հիմա չգիտեմ ոնց անեմ, որ դուք գունային գաման սիրուն տեսնեք, տեսեք թանկագներս պատկերացնեք, չէ, կանաչը ու այս կիսաշագանակագույն պայուսակը, բայց այս երկուսը որպեսզի իրար հետ շատ սիրուն լինեն, այսենց կանենք։ Այդ սառոճկան լիարժեք չենք փակի վերևը ու կհագնեմ տակից այս շագանակագույն սպորտային տոպը, իսկ ոտքերին սա կարծում եմ իդեալական է իր երանգների համադրությամբ։ Հիմա հագնվում շուտ։ Մազերս էլ սարքեցի, սա պայուսակն է, մնաց սանդալչիկները։ Դե ինչ ես պատրաստ եմ գնացինք։ Արեցես։ Հարցը ոտել չատը գա։ Արա չատը գա։ Բարի։ Բարի բրնի շուտա։ Բրնես, բան չինդրազշը, ապրես։
Այսպես շոքած, մազերի ամբողջությամբ վերև հավաքած, փորձում եմ հավաքել ամբողջ համարտակությունս եւ մտնել խոհանոց ուտելու մի բան պատրաստել։ Որոշել եմ տատիկի սրտով մի բան պատրաստել, որն իր մեջ կներառի խոզիմիս ունենք, պապասա բերում եք միսը միշտ Վարդենիսից անմահական է, նաեւ սմբուկով ինչ որ մի բան։ Եթե դեմ չեք, միասին պատրաստ։ Առաջինը կսկսենք խոզուկի միսիկից, չնայած խոզի միսը շատ շուտ է եփվում, բայց ուզում եմ առանձին իրեն մի փոքր եփել, շատ քիչ, հետո նոր արդեն ընդհանուր բանջարեղենների հետ։ Մի քանի բանջարեղեն ունեմ, այդպիսի հստակ ինչ որ ճաշատեսակ չեմ պատրաստում, սովորական ամառային դե ամառ է, ներկա բանջարեղենները ինչն էլ խառնենք իրար կստացի շատ համեղ ճաշ, ինքն էլ հետ է լինում, կլինի համով բան, այնպես որ մի բան ստանանք։ Այսինքն հիմա թեթևակի խոզուկի միսիկը կեփենք այսպիսի կտորներով, որ համ շատ մանր չլինեն, համ էլ տենց մեծ էլ չլինեն։ Տեսեք յուղոտ միս է, այնպես որ ճաշի մեջ էլ շատ յուղ չենք լցնի հաստատ։ Միսը կեփենք սև հատիկավոր պղպեղով եւ դափնու տերևներով։ Այսպես։ Առանց աղի, աղը վերջում ենք ավելացնելու ընդհանուր ճաշի հետ։ Մինչ դա կզբաղվենք բանջարեղենի հարցերով։ Մի քիչ sense լոլիկ ունեի կտրատած, մի քիչ էս մեջտեղի մասերը լավը չի, բայց ոչինչ կվերացնեմ, մի հատ էլ կտրեմ, բավական կլինի։ Միշտ ամեն անգամ, երբ կարտոֆիլ եմ կեղևազատում, իմ կողքը մարդալ եմ, ոչ միայն կողքը, դե ես բլոգեր եմ եւ իմ ամեն գործողությունը տեսնում են հազարավոր մարդիկ։ Ու պարտադիր գրում են, վայ, եդ ինչ կամ կողքից մարդիկ ասում են, եդ ինչ հաստ ես կեղևազատում եւ այլն։ Ժողովուրդ, ախր եկեք մի հատ մտածենք, այսինքն դուք մտածում եք, որ ոնց որ հաստ կեղևազատելու պատճառով տուժում ենք, հա, ոնց որ այսպես ասած, կարտոֆիլի կորուստ ենք տալիս։ Հիմա եթե հավաքենք իմ այս կեղևազատած կարտոֆիլի այս տակի կարտոֆիլը, որը որ դուք համարում եք ոնց որ ավելորդ, բոլորը կպցնենք իրար, մի հատիկ sense տապակած կարտոշկայի մի հատ հատիկ դուրս չի կարողանա գա։ Այսինքն ինչն է կորուստը, զուտ ուղղակի մարդկանց մոտ դարեդար, քանի որ միշտ սնունդ ճարելու լուրջ խնդիր է եղել, տենց բաներ արդեն նստված կա տվել, որ չպետք է հաստ կեղևազատել եւ այլն, հակառակը լավ հավես ով հաստ պետք է կեղևազատես, որ տակը մնա մաքուր կարտոֆիլը։ Այս կարտոֆիլի տակի, այսպես ասած, ավելորդ կարտոֆիլները, որը համարում եք հաստ, եթե ամբողջը կպցնեք իրար, մի հատիկ sense պուճուրիկ կտոր կարտոֆիլ դուրս չգա, ժողովուրդ, նենց որ դա ձեր ներքին խնդիրն է, որ դուք ներվում եք եւ տեսնում եք հաստատ կեղևազատում, իրականում ոչ մի դժբախտություն տեղի չի ունենում այդ պահին։ Սա է կարտոֆիլը։ Վերցնում եմ ամենասիրելի կացան, քանի որ միսը կարծում արդեն բավական է, ինչքան եփվեց, անջատում ենք։ Այստեղ կդնեմ կարագ եւ լցնում եմ սոխը։ Այստեղ լցնում եմ 1 գթալ տոմատ, սև պղպեղ, այսպես, կարմիր, քաղցր պղպեղ, մի քիչ էլ ալյուր։ Ոյ, մի քիչ շեղավ, շատ եղավ։ Սա այսպես հավեսով խառնում ենք։
Լսի արգանակից ենք մի փոքր լցնում այստեղ։ Այսպես։ Լցնում ենք արդեն լոլիկը, կարտոֆիլը, կանաչ պղպեղը, սմբուկը։ Եթե այստեղ լիներ լոբի, սա կդառնար արդեն այլազան։ Սմբուկն ու կարող ենք նաև դծմիկով։ Նստելու է, եփվելու է հիմա, այս ամբողջ զանգվածը ու նստի։ Հիմա այստեղ արդեն կլցնեմ նաև միսը։ Մի քիչ արգանակ կավելացնեմ։ Մի քիչ է սովորական ջուր, որ շատ յուղոտ թունդ չլինի։ Որ ջուր։ Հիմա այստեղ նոր արդեն կավելացնեմ աղ։ Այ, այսենց։ Ընթացքում կստուգեմ քիչ լինի, կարգավորեմ։ Հաստատ քիչ կլինի, բայց այդ արդեն ընթացքում ոչինչ կարգավորեմ։ Դրանց հանգիստ ենք թողնում ժամանակավորապես իհարկե։ Արդեն գրեթե պատրաստ է լինում, մոտ մի 5 րոպե բան է մնացել, որ անջատենք, ավելացնում եմ այս թարմ համեմը եւ Այս իհարկե ցանկության հարց է, նայեք փոքրիկ ատամիկ սխտորներ են, շատ մատղաշ։ Սխտոր չսիրողները կարող են շրջանցել այս մասը։ Մի խոսքով նաև ավելացնում ենք սա։ Իսկ այժմ հարգելիներս, ես իմ այս մինի ռեստորանում, բակային ռեստորանում կվայելեմ այն համեղ ճաշը, որը քիչ առաջ պատրաստեցի, ինչպես տեսակ այս միջավայրում թանկագիններս։ Այսպիսի ռեստորան է մեր ռեստորանը, հարգելի հետևորդներ։ Ինձ հետևող մարդկանց երևի մի 80%-ը հայտնել են իր ցանկությունը մեր բակ գալու եւ ինձ հետ ճաշելու, ընտրելու։ Ես սկզբում չի հասկանում պատճառն ինչն է, բայց իմ մտերիմ մարդիկ բացատրեցին, որ ամեն ինչ շատ կանչող, հրապուրիչ եւ կոմֆորտ է թվում իմ ալիքում այդ պատճառով։ Ինչի համար իհարկե ես շատ ուրախ եմ, որ այդքան հարմարավետ է իմ ալիքը եւ իմ տունը թվում բոլորին։ Թանկագիններս, այսքանով ցանկանում եմ ավարտել վլոգը, քանի որ անսահման շոկ է եւ անկեղծ խոստովանում եմ, չափազանց դժվար է նկարահանման գործընթացի մեջ լինելը։ Հիմա արդեն օրվա կեսն է, ժամը 4-ն է եւ ես արդեն հալվել եմ այս սեղանին։ Շնորհակալություն վլոգը մինչեւ վեր դիտելու համար, եղեք առողջ եւ երջանիկ։ Ինձ էլ բարի ախորժակ։